Նորից բարև ձեզ, ավելի մանրացնելով երեկվա տեսանյութին արտարծված միտքը, փորձեմ շարունակել ավելի խորացնել մեր տեսողությունը այս ուղղությամբ, ուրեմն սա առաջին սետկանը ցանցը 8-ից 10 կիլոմետր բարձրության վրա 50 կիլոմետր մեծությամբ, խոշորությամբ, մոտարապես 30 հատ ստացվում, հեսա 30 աթսը 10 կիլոմետր բարձրությամբ, այսինքն 30 կետ, ամեն կետի վրա սպասարկելու համար անձնակազմը բավարարում է ամենալավագույն դեպքում, որ հանգիստ աշխատեն 10 հոգի, 30 կետ, ամեն կետի ապահովումը 10 հոգու վրա, 300 հոգեանոց խումբը այս սետկեն բավարարում է, պլյուս ենթադրենք 30 աթսներից ինչքան որ խփվում է, կամ վթարվում է եւ այլ, փոխարինելու համար 30-ի անխափան աշխատանքը ապահովելու համար կարծիքով անհրաժեշտ է 300 այդպիսի աթսը, ասենք 1:10 հարաբերակցությամբ, որպեսզի առաջադրանքը, խնդիրը այդ մեկ ամսու մեջ ազատագրել այդքան տարածք անխափան կատարվի։ Ուրեմն մյուս նրբությունը, ասենք ոնց է աշխատում։ Ենթադրենք այս կետում, ասենք այս կետում հակառակորդը ինչ որ ուժ է հայտնվել, թիրախ է հայտնվել, ու ասենք այս կողքի ամենամոտիկ այս 6 աթսները աշխատում են դրա վրա։ Ռակետներով, հրթիռներով ուրեմն արձակում են թիրախները, երբ որ իրանց մոտ պրծնում է հրթիռները, իրենք հետ են քաշվում, տեղափոխելով ավելի հետ, այս հետևինները, որոնք լիցքավորված են հրթիռներով, առաջ են գալի իրանց տեղերը, այսինքն իրենք կարող են մեկը մեկին փոխարինելով, որտեղ որ խնդիր կա, որտեղ որ անհրաժեշտություն չկա, ասենք ավելի, քանի որ 50 կիլոմետր է, 50 կիլոմետրի դեպքում մոտարապես 10-15 րոպե է տևում, եթե ասենք 50 կիլոմետր պետք է հաղթահարվի, դեպքում հետևինը գալիս է առաջ, խնդիրը դատարկվելուց հետո դատարկածն նահանջում է հետ, նախորդ իրենց օդանավականը, որտեղ սպասարկող անձնակազմն է աշխատում վայրեջքի համար, որպեսզի նորից բեռնվի, նորից բարձրանա եւ փոխարինի այդպես։ Սիստեմը որ պարզ լինի։ Ուրեմն սա ցանցի մոմենտը, պահը, մյուս տարբերակով, ուրեմն ամեն ցանցը, ասենք 50-50, 40-43 նշել էի, ամեն ցանցի համար առանձին կառավարման խումբ է պետք, բացի դրանից կա ընդհանուր նաև, որ ասենք ավելի հեշտ հասկանալի լինի, մոտարապես, այսինքն 5 խմբի բաժանված այս խորությամբ արդի, բաժանումը 5 մասի, ու ասենք այս մասում, բացի նրանից, որ ցանցերը առանձին կան, կոնկրետ այս հատվածում, բոլոր 5-ի այս հատվածում գտնվողները իրար հետ համագործակցում են, փոխհամագործակցում են, որպեսզի ընդհանուր խնդիրները իմանան ինչ անեն, դուբլ են անում, այսպես ասած։ Հեշտացնելու համար կառավարման համակարգը, սա հուշումների կարգով եմ ասում, ավելի մի քիչ ինձ թվում էր անհրաժեշտ չէր լինի մանրանալ, բայց հիմա մանրանում եմ, որ ավելի պարզ լինի, որտեղ մարդիկ կարող մտածեն, որ անիմաստ բաներ ենք խոսում, ֆանտազիաներ, ինչ որ հեքիաթներ ենք պատմում, անհնարին է եւ այլ մանավանդ մարդը տենց բնավորություն ունի, դրա համար ավելի մանրացնում եմ։ Ուրեմն նայեք, այստեղ 40-40-ի տարբերակով նույն ձև գալիս է, ասենք եթե 50-50-ը 30 կետ էր ցանցի 10 կիլոմետրի, ստե արդեն 6-ից 8 կիլոմետր բարձրության վրա 40-40 կիլոմետր մեծությամբ ցանցի դեպքում մոտավորապես 40 է տարվում այս տարածքը, որ մեզ պետք է ազատագրել։
Այսինքն ստե 40 հատ, նույն ձև ասենք ամեն մեկի վրա 10 հոգի անես 400 հոգի անհրաժեշտ է սրա համար։ Շարունակում ենք 30-ը։ Ցանցերը գնալով մանրանում է, իջնելով ներքև, ստե ասենք 4000-ից 6000 մետր բարության վրա 30-30-ի վրա 80 հատ է գալի։ Նույն ձևի սպասարկող անձնակազմը ամեն մեկի համար 10 հոգով 800 հոգի է ստացվում։ Ուրեմն 4-ից մինչև 10 կիլոմետր այդ 3 շերտ ցանցերի դեպքում անհրաժեշտություն կա, որ քանի որ ածսները թանկ են, իրենք հրթիռներով, տակից հրթիռներ կախեն, այսինքն զինված հրթիռներով աշխատեցին, գնացին, լիսկավորվեցին, եկան, որպեսզի այսինքն одноразовый չլինեն, էլի կամիկաձե չլինեն, որտեղ թանկ է, ասենք, համել իմաստ չկա, իրանք այս բոլոր հարկերը իրանք հիմնականում մեկը մեկին ստրախովկա անելու համար են, որ անխափան աշխատի, որտեղ ասենք, եթե խանգարող հանգամանքներ չլինեին, մի ցանցներ բավարար էր, որ ինչ խնդիր պետքա դրված կատարեր, բայց դե խենք մենք ցանցերը բարձրացում 1 կիլոմետրից մինչև 10 կիլոմետր, որպեսզի հակառակորդը իր հակաօդային պաշտպանության միջոցներով չկարա թիրախավորի, չկարանա խափանի, եթե ներքևից չես կարում աշխատես, վերևին նա աշխատում հրթիռներով, մինչև ներքևում հարցերը լուծում ես խանգարող հանգամանքների, ասենք, հոպի հարցերը լուծում ես, կամ եթե ինքնաթիռ, ենթադրենք, ասենք, երեք խոսացինք ինքնաթիռների մասին ընդհանրապես խոսք չկար, մարդիկ կարող են ասեն, բա ոնց հակառակորդը ռուսները ինքնաթիռներ չունեն եւ այլն, ունեն, ոնց չունեն, հարյուրներով ունեն, հազարներով ունեն, ինչ պիտի անեն, պետք է բերեն, ասենք, ինչ անեն, ինքնաթիռով ածսը խփեն, ինքնաթիռների դեմ դուք ինքնաթիռներ ունեք, պատրիոտներ ունեք, ավելի լավ ինքնաթիռների կհնձեք, կարող կաշխատեք նաև բացի ինքնաթիռ խփելուց օդանավակայանների վրա, ասենք, խորությամբ խոսքի 500-600 կիլոմետր, այսինքն ձեզ պետք չի հավերժական այդ օդը ոնց պետքա տենց պահել, ձեզ պետքա ժամանակ, ասենք, 3 օրից 7 օր, որ դուք կարողանաք ներքևում վերևի օդի ցանցը ներքև տեղափոխեք ցամաքի վրա, ու ասենք դրանց հետո ներքևի FPV-շնիկները այնպես են աշխատելու, որ դուք էլի վերևում ցանց եք ունենալու, բայց ասենք դրա հրթիռներով խփելու անհրաժեշտությունը դառնալու է 3-րդական, 7-րդական, որտեղ ներքևում գետնի վրա դուք արդեն շրջապատելու եք, մաքրելու եք, այդ հարցը ծայրահեղ չի լինելու, դա անգամ եթե ասենք մի ժամով կամ մի քանի ժամով ինչ-որ թերացումներ լինի, ինչ-որ որոշատվածներով խփվի, մինչև փոխելա, մինչև եւ այլ այդ խնդիրների, արգելքների հաղթահարումը, դուք արդեն գետնի վրա FPV խմբերով այդ հարցը կարող եք փոխհատուցել ու ավելի ձեր խնդիրը լուծում եք, ձեր խնդիրը տարածք ազատելն է, ոչ թե օդը հավերժական վերահսկելն է, այդ տեխնիկա է, ընդհանրապես տեխնոլոգիա է, որպեսզի ձեր խնդիրը լուծեք տարածքը ազատագրելու, որ պարզ լինի, նորից եմ ասում, տեսեք, ասեք, ստե նույն հաշվարկած ամեն ինչ դնում հաշվում եք, ասենք, ինչքան է պետք, օրինակ ստե հաշված է 24000, այս ինչ է այս 24000-ը, ասենք նայեք, 30-ը 30-ի վրա 80 կետ ալնում ցանցը, ամեն կետի համար 10 հատ ածսե է պետք, պրազապաս, այսպես ասած, վթարվեց, խփեց եւ այլ 800 հատը բավական է, դա շատ է, քիչ չի էլի են որ ասում են, 800 հատ, հետո, սա ինչ թիվ է, սա լիսքերն է, այսինքն ամեն մեկը, ենթադրենք 800 հատ է, փոխելով իրար եւ այլ, ամեն մեկը 30 անգամ թռնում է, այսինքն լիսկավորում է հրթիռներով, ու ասենք այսքան գործողություն է կատարում, ասենք հսկայական թվեր է էլի, ասենք, որ կարող եք մեծ հարցեր լուծեք, այդքան անհրաժեշտություն չի լինելու, բայց որպեսզի հասկանաք, որ անիմաստ բաներով չենք զբաղվում, այսինքն այնքան խորությամբ ենք մենք բան անում, մեկին փոխհատուցում, ասենք, երաշխավորելու համար, որ ասենք շատ է քիչ չի էլի տարբերակը։
Այսի ասենք գալիս է 20-ը 20-ի վրա, նույն ձև ասենք 130 կետ, ըստ դրա ասենք էլի 1-ին 10, օրինակ ես 2-4 կիլոմետրը, ստե արդեն կարակ հրթիռներ չօգտագործեք, ավելի էժան դրոններ օգտագործեք, ասենք, որտեվ հիմնականում ռուսները խփելու են ներքևի, ասենք 1-4 կիլոմետր բարձրությամբ թռչող հրթիռներին, դրանց խփելը հեշտ է, դրա վրա աշխատելու են, ամեն իրենք շատ են ելնելու, այսպես ասած երևացով, որտեվ կամիկաձե են ելնելու, իրանք իջնելու են, խփելու են, ռուսները հիմնականում դրան, իսկ այն վերևինները, որ հրթիռներով են աշխատում, իրանք քիչ են երևալու, եթե մեծ բարձրության վրա աշխատող բանը հակաօդային պաշտպանության միջոցները չեզոքացնում եք, թուլացնում եք, ասենք իրանք շատ հնարավոր է լավ աշխատելու դեպքում իսկ չկարողանան հայտնաբերեն, ցամին դեպքում փոքրերի վրա են աշխատելու, ներքևում գտնվողների վրա, դրա համար պատրաստում եք ավելի էժան, ասենք շախեդների մակարդակի, ինչպես ասենք 20, 30, 50, 40 հազար եւ այլ ասենք, ու ասենք գործողությունա կատարում, թիրախը գտավ խփեց, մյուս եկավ կանոց իրատեղ, նույն սիստեմով, ասենք ենթադրենք այս տարածքում հակառակորդը մեծ ուժեր է կենտրոնացել, խոսքը կարևոր չի որտեղ, ասենք այս տարածքում ինչ որ ճեղքում է ուզում անի կամ ինչ որ համալրում է ուզում բերի եւ այլ, այս կողքի բոլոր կետերի ծածկներ գալիս են դրա վրա, ասենք մի հատ կալոննա է գալի, ենթադրենք, ասենք մի 40 հատ, 30 հատ ստից գալիս են կամիկաձիներ, խփում են երկու հարգի, ասենք 2000 մինչև 2000 եւ 2-ից 4, ես կական թիվ, ասենք մի 60 հատ, 70 հատ ԱՑՍ է երկու հարգի համար, ասենք գալիս է կալոննան, խփում են, կալոննան ջարդում են, կալոննան սկսում է մինչև այնտեղ խառնում են, վառում է, ոչն գիտեք էլի ոնց ալն, խնդիր չեն կարող կատարեն, էլ չեմ ասում, որ վերևի իրները հրթիռներով էլ նույն ձևի միանում են, խփում են, ու հետո այս քանի որ այս տարածքը դատարկ է, արդեն թիմը գիտի ոնց է աշխատում, այս հետ հեռու տարածքներից մոտիկանում են, էլի նույն ձևի այդ տարածքը, ու էլի շարունակում են խփել, այս արանքում ստե դատարկում է, բայց քանի որ սահմանին մոտիկ է, դուք գոռաց լցում եք, այսինքն ոնց է աշխատում, այս սրանք օգտագործում եք, ու ասենք հետևինները առաջ վերելով փոխանցում եք, փոխհատուցում եք, առաջ եք վերում, լիցքավորածները նորից վերում եք այնտեղ որտեղ որ սպառվել է, ու հերթով այդպես փոխելով աշխատում եք, ես տեխնոլոգիան, որտեղ ասենք տեսականորեն պատկերացումը լավ բան է, բայց ասենք մի քիչ որ ավելի մանրանում ես, մարդիկ մի քիչ ավելի հեշտ կարան այդ ամեն ինչը ըմբռնեն, էլի մտքերը, հաջորդ ուրեմն ստե, էսի FPV-ների վայրանքն է, FPV-ների վայրանքն է 1-ից 2 կիլոմետր, 15-ը 15-ի վրա, 1800, չէ 180 կետ է, ստե շատ է պետք, եսի նայեք, եսի 7 օրն է, եսի մոտարապես մի օրում այսքան պետք է վատնեք, ես նես լավ եմ էլի վերցրել, ասենք նես հավեսով, 7 օրում 335 հատ FPV դրոն եք վատնելու, պատկերացրեք ինչ եք անելու էլի, ու դա շատ չի, նորմալ ասենք, նես էլ 4000 հոգի, ամենաշատը ստե է գնալու FPV-շնիկների վրա, 4000 հոգի ընդհանուր FPV-շնիկ պետք է ունենաք, մնացածը ինչքան բարձրանում է, այնքան քչանում է, այնքան խմբերը քիչ են ելնում, այս տեստը մի հատ ուրիշ բան ունեինք, որ առանձին ասեմ, դա, այսո ասեմ, Սա ցամաքային դրոնների թեման է, ամեն կիլոմետրի համար մի հատ, 50 կիլոմետրի վրա 50 հատ, 5 շերտով այս շերտով
Այսի 50 կիլոմետր է էս ամոտարապես այսինչ 5 շերտով, քանի որ դուք ցամաքային էլ լրիվ չեք բերելու, ձեզ ես խորհուրդ եմ դեմից մաքրելով գալու եք, ասենք մի 10, 20, 30, 40 կիլոմետր խորության վրա, դրա համար ասենք հաշվեք 50-50-ի վրա ձեզի 200 հատ 250 հատ ցամաքային դրոն ամեն 50 կիլոմետր լայնքի վրա նորմալ է 250 հատ էսա, էսի հերթափոխներն է, այսինքն կռուգլի սուտկա որ աշխատեն 6 հերթափոխ սրեդնի, ասենք 4 ժամ մեկ փոխում է անձնակազմներն ու դրոնները փչանում են եւ այլ, ասենք իսկավորելու համար Տարբեր խնդիր, այսինքն հստակ աշխատում է, ոչ թե պիխոտան է աշխատում, որ ձեզ ասենք ես 20-30 հազար, 40 հազար զորքապետ, որ ճեղքեք, հարցակվեք, չգիտեմ, տանկերով, չէ, դուք այստեղ սրա վրա արտադրական մեխանիզմ եք սարքում, 250, ամեն 50 կիլոմետրի վրա 250 դրոն, 6 հերթափոխով, աշխատանքը գնում է, 1500 հոգին կարում է կառավարի ես ամեն ինչ համակարգը, պլյուս մինուսով, ասենք, եթե ավելի շատ լինի, այդ շատ չի, ասենք, 300 կիլոմետրանոց ճակատի համար մաքրում եք հսկական տարագ եք կրում, 1500 հոգի կամ 5000 հոգի ցամաքային դրոն, սա մենակ բայևորիներն է, որտեղ ընդ կա նաև թիկունքային ապահովում, սնունդա, մարտկոցներա, զենք զինամթերքա եւ այլ FPV դրոններ են բերելու, ասենք էլի կարա դաժե մարդ չօգտագործեք պիկապների փոխարեն այդ ցամաքային դրոններով անընդհատ լինիա եք սարքում ու ինքը անընդհատ աշխատում է օդից կարևորը օդից ապահովում եք որ չունենա հակառակորդին եթե դու թիկունքային ապահովությունը կտրում եք իրանք եթե ասենք 100,000 դրոնավոդել ունեն իրանք ոչ շիվան չեն կարալու անել դուրս են գալու խփելու եք Ստիպված պետք է պահկվեն, սպասեն ցարը օգնության կվերվի, դուք էլ, ասենք, ինձ չեզոքացնում եք, արագ է թարցրել ուզենեք, թիկունքը կդրեցիք, մտակ առաջ գնացիք ու սենց աշխատում եք։ Ստե, բաբեգաների նույն խմբերը ոնց է էլի գնում, օտարապես 100 խումբ, ամեն խմբում բաբեգայի համար ապահովելու համար, ասենք 6 հոգով, 600 մարդը հերիքա, էլի 6 հերթափոխով, ոնց, այսինքն համերթափոխն եք հաշում, համ մարդն է գիտեք քանի հատով եք ասում, 6 հերթափոխով պատկերացեք, ոչ թե դուք աշխատում եք 100 բաբեգայով, չէ, ամեն հերթափոխը իր 100 հատը ունի, ասենք 600 հատը աշխատում է, 600 հատը աշխատում է, 100-100-ով, ամեն 4 ժամ մեկ փոխվում է, կռուգլի սուտկա աշխատում է, որպեսզի մարդիկ վերականգնում են իրենց առողջական եւ այլ վիճակները, ասենք, դե վնասվածքներ աշխատում եք։ Ընդհանուր ուրեմն, երբ որ սա հաշվարկը անում եք, ժողովուրդ ջան, օտարապես հեսա, ստեմիտը գրել եմ։ Ասենց ավելի հեշտ է իմ համար որպեսզի դատարկախոսություն չլինի, մարդիկ կարող լսեն, ասենք մտածեն, ես ինչա ավայ խոսում է բան, հնդկական կինոյա պատմում, ամեն ինչ մաթեմատիկա է, 8800-ից մինչև 10,000 հոգի, այսքանը բավարար է, բայց դե ասենք, այսքանը ավելի հետարք է, ամեն կլորացնում ես, 10,000 հոգի դրոնավոդը, ասենք տարբեր ուռվենների համար, դուք ունենում եք, էդի խնդրի չի, հենց հիմա էլ ինձ թվում է դուք այդքան ունեք, ավել ունեք Իսկ այն վտառաստիպենի, ասենք, որ թիկունքում շրջապատել եք բան ավելի խորության վրա են գցում, ասենք, ենթադրենք եկել եք, ասենք, ցամաքային ուղղություններով, հեսա, ասենք, ստե եկել եք, որ ավելի պարզ լինի, ասենք, այսքան կետեր կա, ենթադրենք, էսի օդինն է, բայց նույնը վերջում, որ արդեն գրավելու եք, նույնը ցամաքի վրա եք սարքելու, ենթադրենք եկել եք, ասենք, այս վտանգավոր մասերը, ուրեմն կարևորը այս մասն է, որտեղ իրենք ստեից փոխցելու են ձեզի թիկունքի խփել։ Այս մասն է, ծովից են աշխատելու օդից եւ այլ, այսինքն այս մասերը, որտեղ իրենք ավելի վտանգավոր, ամենափորձառու մասնագետներն են աշխատում, իսկ այս մասերը անգամ գետի այս կողմից դրանավոդներ կարան լինեն, այսինքն այս առաջի երկրորդ շարքի վրա իրենք ընդհանրապես ոչ էլ անցնեն գետը։ Խորհրդից ասենք մանավանդ այն բարձր դրոնների խմբերը ցանցային
Ասենք իրանք չեն էլ անցնելու, կարան 50 կիլոմետրից, 100 կիլոմետրից աշխատեն մինչև ստես բարձր, ասենք 4000-ից բարձր մինչև 10000 մետրի վրա, այդ խմբերի սպասարկող անձնակազմը իսկ չի էլ անցնելու այս գետը, որ ասենք ուկրաինական տարածքը հերվից աշխատում է համ ապահով երեխեքի անվտանգության համար, համ էլ ասենք ինչքան քիչ կորուստ այնքան լավ էլի, խնդիր չկա, այս դեմինները FPV-շնիկների վրա, այս որը որ արդեն թիկունքային է, դուք եկել եք այս կողմ, ըստ երեխեքին եք դնում, որ ասենք անփորձ են, լավ էլ դեռ չգիտեն եւ այլ, համ սովորում են էլի, սարքում եք ինչ որ բանակային խաղեր կենթանի թշնամու վրա, սկսում եք մաքրել։ Հիմնականն է, եթե ինչ որ հարցեր կլինի, դե հարցերը առաջանում է, որ մանրանից, բայց էլի եմ ասում, դուք այս ամեն ինչը ավելի լավ գիտեք ու այս խնդիրները ավելի հեշտ եք լուծելու, որտեղ դուք փորձ ունեք, դուք տեղում աշխատում եք, թղթով կամ ասենք մտքով չեք աշխատում, բոլոր խնդիրները ունեք, բայց էլի եմ ասում, ցանկացած դժվարություն լուծելի է։ Ցանկացած դժվարություն այսօրվա պայմաններում ամեն ինչն էլ տեխնոլոգիայի հարց է։ Նույն էլի վերադառնում են վերջում ինքնաթիռների պահին, իրանք կարան բարձրացնել, դուք կարաք խփեք, ձեզ պետքա մի քանի օր, մինչև ցամաքում նույն օդային սետքան իջեցնեք ցամաք 3-ից ասենք մի շաբաթ, всё իջեցրեցիք, դրանից հետո օդում ասենք դուք կարաք իրանց հետ խաղաք այն կտրվածքով, որ ասենք իրանք կարան գան, դուք կարաք իրանց հետ օդային մարտեր մղեք, անգամ ԱԹՍ-ներով, ինքնաթիռներ կան, F-16-ները կան, ասենք Ռաֆալներ կան, չգիտեմ էլ ինչ կա, կխփեք, իրանք ինչքան պետք է անեն, ասենք 30, 40, 50 հատ ինքնաթիռ պետք է անեն, կտուժեն, պատիվ-պևշիները, ասում են, նահանջելու են, ինչ պետք է անեն, կորուստներ կրելով, ուղղաթիռներով չեն կարող աշխատեն, ուղղաթիռներին հակաօդային դրոններով վարի կտակ, ձեր ուղղաթիռները պետք կգան հետո, սկզբում պետք չի, երբ որ արդեն կմտնեք, արդեն այս սաղ ծովերը վերահսկեք, այս զաչսկեքի վաղ ձեր ուղղաթիռները հանգիստ, ասենք պարապմունքի նման, տիրի նման խփելու եք այդ իրանց ապոռնիկները կամ որտեղ որ քաղաքներում պահկվել են, որ անիմաստ կորուստներ չտակ, ուրեմն սրանով ավարտենք, էլի ինչ որ հարցեր կլինի, էլի կանդրադառնանք, հաջողություն ժողովուրդ։